Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Արամյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Արամյան, այս օրերի ընթացքում, երբ հայտարարվեց, որ Միացյալ Նահանգներ ներդրումների համար մաքսատուրքերը բարձրանում են, ինչ է տեղի ունեցել միջազգային շուկաներում, ինչ է տեղի ունեցել գլոբալ արժեթղթերում, ֆինանսական շուկաներում ու ֆոնդային բորսաներում։ Շնորհակալություն հրավերի համար եւ շատ լավ հարց եք տալի, դա ուղղակի կարող ենք մենք նայել գլոբալ շուկաների ինդեքսները, ենթադրենք նույն S&P 500-ը, NASDAQ, NECIN, Hang Seng եւ այլն։ Բոլոր ինդեքսները, DAX-ը, բոլոր ինդեքսները անկում ապրեցին։ Ինչու՞, որովհետեւ այն տարիֆային նորամուծությունը, որը Տրամփի վարչակազմը դրեց սեղանի վրա, բոլոր տարածաշրջանի երկրներին առնչվում էր եւ բնականաբար դա պետք է ունենար արձագանք։ Գիտեք, ֆինանսների մեջ կա շուկաների կատարելության մասին տեսություն, որը որ ասում է բոլոր տեսակի ինֆորմացիան եւ դրա տեսակի դրանից ածանցված հետևանքները շուկաների կատարելության տեսության հիման վրա ամբողջապես լիարժեք մտնում են գների մեջ, բաժանտոմսերի գների մեջ եւ այն գինը, որը դուք տեսնում եք շուկային, արդեն իրենց մեջ եւ սպասումները եւ ներկա իրականությունը եւ ինֆորմացիան ներառում են։ Իսկ մենք տեսանք, որ ընդամենը 2-3 օրվա ընթացքում շուկաները անդադ անկում ապրեցին, բայց այսօր արդեն որոշակի տարածաշրջանում որոշակի ինդեքսներ սկսեցին ճշգրտվել դեպի վերև։ Օրինակ Nikkei 225-ը, հա, որը Ճապոնիայի բորսայի, ֆոնդային բորսայի ինդեքսն է, եւ ինչու դա այդպես եղավ։ Շատ բարձր, որովհետեւ արդեն առավոտյան բոլոր լրատվամիջոցներում Bloomberg, Invest.com, FT.com արդեն շրջանառվեց տեղեկատվություն, որ Ճապոնիայի կառավարությունը եւ Միացյալ Նահանգների կառավարությունը պայմանավորվել են նստեն սեղանի շուրջ բանակցությունների եւ այս ինֆորմացիան միանգամից հանգեցրեց, որ միանգամից 5%-ից ավել ճշգրտվեց, այսինքն բարելավեց դիրքերը Nikkei 225-ը։ Նույնը չեն կարող ասել դեռևս եվրոպական տարածաշրջանի մասին, դեռևս այնտեղ ցածր վիճակի մեջ է, ինդեքսները շարունակում են համենայն դեպս մինչև ժամը 11-ը, երբ որ ես նայում էի, դեռևս ճշգրտում չկար, դա նշանակում է կարծես թե եվրոպական տարածաշրջանը եւ Միացյալ Նահանգները չեն եկել համընդհանուր բանակցություն, որտեղ Եվրոպան շատ ավելի դա մեկ երկիր չէ, դա համընդհանուր ԵՄ երկրների համախումբ է, որը որ պետք է բանակցի։ Բայց մի փոքր գիտեք, ես մի բանի մասին եմ ուզում խոսել, իհարկե բոլորը շտապեցին միանգամից Տրամփին քննադատել եւ ասել, որ դա անհետեւողական, անհեթեթ քայլ էր։ Ես կարծում եմ, որ Տրամփի վարչակազմը ամեն դեպքում որոշակի հաշվարկներ ուներ։ Ես հեռու եմ այն մտքից, որ նրանք լիարժեք չէին պատկերացնում, որ կարող է այդ այնինչ որ դրեցին սեղանի վրա հետևանքներ ունենալ եւ կարող է այլ շուկաները, որ դրան արձագանքեն, որովհետև շուկաները ամբողջությամբ լիարժեք ինֆորմացիաները տիրապետում են եւ ասոցացված են, մեկը մյուսի հետ ինտեգրված են։ Գիտեք, եթե մենք ուշադիր ենք կարդում Տրամփի հրամանագիրը ապրիլի 1-ին, որ ուժի մեջ մտավ ապրիլի 5-ից, այնտեղ բավականին երկար սկզբում կա նախապան։ Եվ Տրամփը այնտեղ խոսում է երկու տեսակի միջալոց այս հրամանագրին նախորդել է երկու այլ հրամանագրեր, մեկը հունվարի 20-ին, մյուսը փետրվարի 13-ին, որով որ նախագահ Տրամփը հանձնարարություն էր տվել, որպեսզի իր տնտեսական բլոկը ուսումնասիրի, թե որոնք են այն պատճառները եւ խնդիրները, որոնք որ պերմանենտ Միացյալ Նահանգներին պահում են բարձր պակասուրդի մեջ, ընթացիկ հաշվի պակասուրդի մեջ եւ առևտրային պակասուրդի մեջ, ինչով, որովհետեւ գիտեք, դա որոշակիորեն նաեւ տնտեսագետորեն ասոցացվում է նաեւ պարտքի հետ, դեֆիցիտների հետ, որովհետեւ ընթացիկ հաշվի պակասուրդը դա երկու տեսակի մասնավոր հատվածի պակասուրդի եւ պետական հատվածի պակասուրդի միագումարն է։ Եվ եթե այնտեղ մեծ է, նշանակում է այս երկու բլոկներից ինչ որ մեկը շարունակում է պակասուրդ ունենալ։ Հիմա ինչ է բացատրում Տրամփը, ինչի համար է այս տնտեսական ասում է հետեւյալը, գիտեք, ասում է GATT համաձայնագրից ստորագրումից հետո կար 3 տեսակի ընկալում, որը կարծես թե կեղծ ընկալում էր։ Այսօր բազային դա են ցույց տալի։ Առաջին ընկալումը նա էր, որ Միացյալ Նահանգները որպես աշխարհիկ քարշակուժ, նա պետք է դրոշակակիրը լիներ դեպի լիբերալիզացված տնտեսություն, դեպի ազատականացումներ, որովհետև շուկայական տեսությունները փաստում են, Սելիանա, որ
լիբերալ տնտեսական, այսինքն ազատականացված առևտուրը բերում է երկու երկրների բարեկեցության բարձրացմանը, եւ սպառողների բարեկեցության եւ արտադրողների բարեկեցությանը։ Եվ այդտեղ ասում են, որ Միացյալ Նահանգները պետք է լիներ դրոշակակիրը։ Երկրորդ ասում է կեղծ թեզը նա է, որ դրան պետք է հետևեին իր մնացած երկրների, ամբողջ աշխարհի, այդ թվում նաեւ գործընկեր երկրների ազատականացումը, եւ նրանք էլ պետք է գնային Միացյալ Նահանգների հետևից ազատականացնելով իրենց առևտուրը։ Երրորդ կեղծ թեզը նա է, որ դրա արդյունքում, այս երկու թեզերի արդյունքում մենք պետք է ունենայինք Միացյալ Նահանգների հետ ավելի շատ ինտեգրված եւ մոտարկված տնտեսություններ։ Ասում ենք, նայենք մենք մեր տարիֆային համակարգի Միացյալ Նահանգները այդ տեսանկյունից բոլոր իր տարածաշրջանի եւ գործընկեր երկրների նկատմամբ ինքը չեմպիոն է, բայց մյուս երկրները կպաշտպանել են իրականում իրենց տնտեսությունը եւ այստեղ որտեղ է արդարությունը, օրինակի համար նույն միջին կշռված տարիֆը Միացյալ Նահանգների տարիֆը 3% է, բայց նույն ենթային Եվրոպան պաշտպանում է իր շուկան միջին կշռվածով ենթային 5%-ով, նույն Չինաստանը 7.5%-ով, նույն Հնդկաստանը 17%-ով, ասում եմ, եթե նայում ենք մենք առանձին ապրանքատեսակներով, ավելի տխուր է պատճառը, պատկերը։ Օրինակի համար ավտոմեքենաների ներմուծումը Միացյալ Նահանգների ներմուծման մաքսատուրքը 2.5% է, նույն Եվրոմիությունում 10% է։ Այսինքն ինչ է ստացվում, General Motors-ը կամ Միացյալ Նահանգների այլ արտադրողները ավելի չպետք է պաշտպանված լինեն, բայց օրինակի համար Mercedes կամ BMW ընկերությունները պետք է պաշտպանված լինեն։ Կամ նույն օրինակի համար Հնդկաստանում ներմուծված կամ Չինաստանում օրինակ 17%-ից ավել է, որի արդյունքում նաև նրա կարողացավ ենթային էլեկտրոմոբիլների պորտկում ապահովել։ Սրանք այն թեզերն են, որով որ դրել է նա հիմքում։ Օբյեկտիվ է եւ թե ոչ, որոշակիորեն ես կասեի, որոշակիորեն օբյեկտիվ հիմքեր կան, բայց որոշակիորեն ես տեսնում եմ, որ կա այդտեղ կաղումներ եւ նախագահ Տրամպը ոչ ամբողջական է հանրայնացնում իր խաղաքարտերը։ Ինչու՞։ Որովհետեւ առաջինը, գիտեք, աշխարհը բավականին գլոբալիզացված է եւ նույն Միացյալ Նահանգների ընկերությունները նաեւ ունեն մատակարարման շղթաներով կապված այլ տնտեսություններ։ Օրինակ նույն ենթադրենք Tesla ընկերությունը ունի արտադրություն Չինաստանում, այո։ Նույն ենթադրենք Microsoft-ի ընկերության արտադրությունները որոշակիորեն նաև կոմպոնենտներ կամ մասեր են ներմուծում Թայվանից կամ ասենք Ինդոնեզիայից կամ այլ տարածաշրջանից։ Չեն կարող այդ արտադրությունները տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Դա ժամանակ է պետք, Սիրելիանա, դա այդպես արագ չի լինում եւ դա հենց դա է պատճառը, օրինակ եթե ուշադրություն դարձնենք S&P 500-ը իրականում տարիֆային համակարգը ինչ է նշանակում, որ ավելի քիչ պահանջարկ այլ արժույթների նկատմամբ եւ որոշակիորեն առևտրային հաշվեկշիռը բարելավում, թվում էր թե դա պետք է բերել Միացյալ Նահանգների դոլարի արժևորման, բայց իրականում արժեզրկվեց որոշակիորեն, որովհետեւ շուկաները եւ վերլուծաբանները, ինվեստորները շատ լավ հասկանում են, որ կա այդպիսի փոխկապակցված շղթաներ եւ դա որոշակիորեն նաեւ խփելու է Միացյալ Նահանգների ընկերություններին, որոնք որ գլոբալիզացված են, որոնք որ մատակարարման շղթաներով կապված են տարբեր տարածաշրջանների։ Իսկ եթե այսպես վերցնենք, այս մաքսատուրքերը կարող են բերել այն հանգամանքին, որ շուկաների որոշակի անկում կարող է տեղի ունենալ, սա արդյոք Միացյալ Նահանգների տնտեսության համար լավագույն տարբերակը կարող է լինել։ Արդյոք իրենք վնասներ չեն կրելու նույն այս մաքսատուրքերի բարձրացումից, եթե արդյունքում լինեն առևտրային պատերազմներ, եթե արդյունքում լինեն տարբեր միջազգային շուկաների անկումներ։ Տեսեք, գիտեք, առևտրային տեսությունը ասում է հետեւյալը. Եթե մտնում են առևտրային պատերազմի մեջ փոքր երկիրը եւ մեծ երկիրը, փոքր երկիրը տուժում է։ Բնականաբար, որովհետեւ ասենք դրանով նա կրկնակի ինքը կոչվում է double whammy էֆեկտ, կրկնակի էֆեկտ, նա ոչ միայն տուժում է ենթայինք նրանով, որ արտահանման շուկան է կիրառում իր վրա պաշտպանիչներ, այլ նաև ինքը երբ որ կիրառում է պաշտպանիչներ այդ մյուս գործընկեր երկրներից արտահանումների նկատմամբ, նա կրկնակի եւ արտադրողների եւ սպառողների բարեկեցության տեսանկյունից նա խոցվում է։ Ու կա այդպիսի բավականին հետաքրքիր թեզ, որը դասավանդվում է միջազգային բոլոր առաջադեմ ուսումնական հաստատություններում, նա կոչվում է Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների առևտրային պատերազմի Tuna Dolphin case։
Եվ այնտեղ պրոպագանդվում է, որ նույնիսկ WTO-ն առևտրի միջազգային համաշխարհային կազմակերպությունը չունի այն գործիքակազմը, որի միջոցով նա կարողանա տուգանքներ կիրառի կամ ասենք զսպի ուժեղ երկրին, որպեսզի նա փոխի իր քաղաքականությունը, որովհետև վերջնահաշվով հենց այդ դեպքը ասում է, որ միջազգային առևտրի համաշխարհային կազմակերպությունը ասել է, եթե նրանք նկատմամբ կիրառել են պաշտպանիչ շենքեր, դու էլ կիրառի։ Սա խնդրեմն է, եթե կրվում են իրար հետ նույն քաշային կատեգորիաների պետություններ, ոնց որ Չինաստանը ու Միացյալ Նահանգները, երկուսն էլ տուժելու են, երկուսն էլ ունենալու են բարեկեցության կորուստներ։ Հիմա հարց է առաջանում, արդյոք Թրամփի վարչակազմում չկան տնտեսագետներ, որոնք որ այս տարական տեսությունը չեն հասկանում։ Ես հեռու եմ այդ մտքից, որ չկան, նրանք բավականին լավ հասկանում են եւ որոշներին ես տեղյակ եմ, որ կան բավականին խելացի տնտեսագետներ, բայց նաև նախագահ Տրամփը դրա մասին ասաց, որ սա այն գինն է, որը որ մենք պետք է վճարենք, որպեսզի դիրքավորենք Միացյալ Նահանգները ավելի լավ վիճակի։ Ինչ է դա նշանակում։ Ուշադրություն դարձրեք, որ այդ փոխադարձ տարիֆային 57 երկրների ցանկում հայտնվել են նաև այլ մանր-մունր երկրներ։ Շատ դեպքերում նաև դա փոխադարձի չէ։ Մենք հայտնվել ենք ամբողջական տարիֆային 185 երկրների նկատմամբ կիրառել են ամբողջական, որից 57-ը փոխադարձն է։ Եվ այդտեղ կան աֆրիկյան երկրներ, օրինակի համար Կոնգոն, օրինակի համար Լեսոտոն, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության նկատմամբ, որը բավականին թույլ երկիր է, մեկ շնչին բաժան ընկնող հնան $700 չի անցնում, հասկանում եք, հարց է առաջանում, ինչու համար է, այսինք նրա նկատմամբ ինչն է վտանգը, ընդ որում առևտրային հավելուրդը Միացյալ Նահանգների պակասորթը $90 միլիոն չափ է, այդքան մեծ չէ, ինչն է խնդիրը։ Իրականում ես կարծում եմ այնտեղ Միացյալ Նահանգները նաև փորձում են լուծել իր տնտեսական շահերի խնդիր։ Ինչու՞, որովհետև Միացյալ Նահանգներում ներողություն Աֆրիկայում Չինաստանը բավականին ագրեսիվ քաղաքականություն է անում։ Օրինակ նույն Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը ամբողջ աշխարհում հայտնի է որպես կոբալտի եւ պղնձի ամենամեծ հարուստ երկիրը։ Այդ Cobalt կոչումը գոտին պղնձի անցնում է հենց նույն Կոնգոյի դեմոկրատական երկրի տարածքով եւ նա ոչ թե ընտրում է Միացյալ Նահանգների նկատի ունեմ Չինաստանի հետ արճակատվելու եւ այնտեղ գնալ Կոնգոյի տարածքում վիճելու, այլ Կոնգոյի կառավարության միջոցով փորձում է լուծել իր խնդիրը։ Շատ բարձ մենք ենթադրենք ինչ կասի Տրամփը, եթե ցանկանում եք որպեսզի ես քեզ քո նկատմամբ այդ տարիֆները չկիրառեմ, որը քեզ համար ցավոտ է։ Այդ դեպքում ասենք այն լիցենզիաները, որոնք որ պետք է տակ Չինաստանին, կտակ իմ երկրն է։ Սա ուղղակի մի փոքր ես բարձունակացնում եմ խնդիրը, բայց կարծում եմ նաև լուծում է այդ խնդիրը։ Ասեմ մեկ այլ օրինակ։ Երբ որ առաջի դա ապրիլի 4-ն էր երեկոյան, երբ որ հրապարակեց մեծ ժամանակ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ այդ տարիֆային համակարգը, որ նոր ուժի մեջ մտավ։ 5-շաբթի օրը առավոտյան արդեն Bloomberg-ով եւ այլ ֆինանսական տեղերով տեղեկատվություն պատտվեց, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության վարչակազմ շատ բարձր մակարդակով նախապատրաստում է հանդիպում նախագահի Տրամփի հետ։ Ինչ են խոսալու։ Բնականաբար տնտեսական խնդիրներ ու նաև որտեղ այդտեղ պետք է լինի նաև որոշակի Միացյալ Նահանգների շահերից բխող բաներ։ Այսինքն ամփոփելով, գիտեք, նախագահ Տրամփը ինքը իրեն շատ լավ ձևակերպում ասում, I am a deal maker, ես գործարք կնքող եմ։ Եվ կարծում եմ այս գործողությունների հետևում նա փորձում է օգտագործել Միացյալ Նահանգների գեգեմոնիան տնտեսական ներուժը, որպեսզի կարողանա նոր շահեկան դիրքեր կորզել որի հիմքում նաև քաղաքական հաշվարկներն են, չէ՞, որովհետև տարբեր երկրների նկատմամբ տարբեր մաքսատուրքեր են սահմանվել բարձրացված կարգով, հետևաբար նաև քաղաքական հաշվարկներ կան սրանում։ Ռուսաստանի դեպքում չկա, մեկ այլ երկրի դեպքում շատ ավելի շատ է, որը մյուսների համեմատությամբ շատ ճիշտ է, բայց գիտեք, օրինակ Ռուսաստանի դեպքում ինչու չկա, որովհետև մի փոքր ավելի այսպես ասած ցինիկը օրինակ բերեմ, մահացած մարդու ոտքը կտրելով իր մարմնին ցավ չես պատճառի։ Ռուսաստանի տնտեսությունը այսօրվա դրությամբ անջատված է Միացյալ Նահանգներից ամբողջությամբ առանձնացված է, ինչու, որովհետև SWIFT համակարգը անջատված է, գումարած դոլարային հոսքերը, որոնք պատտվում են ֆեդերալ պահոստային համակարգի միջոցով, այնտեղ ամբողջությամբ եթե գնան ու նույնիսկ երրորդ երկրի միջոցով եթե լինում է, որ ֆեդերալ պահոստային համակարգում դա սառեցվում է եւ թույլ չի տարվում գործարքը։ Այսինքն այդ պարագայում դուք պատկերացրեք 100% կամ 200% տարիֆ կիրառան, միևնույնն է առևտուր այնտեղ չկա, առևտուր Ռուսաստանի հետ։ Լիցենզիա
լիցենզիաների հիման վրա է լինում, որ անընդհատ նախագահները միացյալ ժամանակին Բայդենի վարչակազմն, հիմա Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմը ամեն անգամ լիցենզիաներ են թողում որոշակի ապրանքատեսակների մասով, այսինքն այդտեղ էական ազդեցություն չկար, որ Ռուսաստանը այդտեղ հայտնվեր, բայց փոխարենը օրինակի համար այդտեղ հայտնվեցին այն երկրները, որոնք որ բացի տնտեսականից ի նկատի ունեմ եւս այդտեղ տնտեսական կա, բայց օրինակ նույն Աֆրիկան ես որ բերում եմ օրինակը, ես կարծում եմ այդտեղ ուղղակի Միացյալ Նահանգների շահերի չի բխում, որ Չինաստանը մեծացնում է իր տնտեսական էքսպանսիան, որովհետև Չինաստանը բացի ասիական տարածաշրջանից, եթե ներխուժում է նաև արևիկյան աֆրիկյան տարածաշրջան եւ այդտեղի ռեսուրսներին արդեն մոտ ունենում, դա բավականին լուրջ վտանգ է Միացյալ Նահանգների տնտեսական։ Պարոն Արամյան, իսկ եթե այն պետությունները, որոնց նկատմամբ սահմանվել են այս մաքսատուրքերը բարձրացված կամ փոխադարձության սկզբունքով, իրենք էլ հակադարձ քայլ կատարեն, այսինքն իրենք էլ իրենց մաքսատուրքերը եղած դրույքաչափերից ավելի բարձրացնեն։ Ինչ տեղի կունենա։ Ըստ որոշ մասնագետների, ինչպես արդեն խոսեցինք, կարող է լինել առևտրային պատերազմ, բայց այս պարագայում համաշխարհային տնտեսության մեջ ինչ խնդիրներ կառաջանան։ Դա գնալու է, գիտեք, դա գնալու է արդեն ռեգիոնալիզացիայի։ Այնպես ինչպես լիբերալ տնտեսագիտությունը փաստում է, որ առևտրային այդ բարիերները, երբ որ դու նվազեցնում եք, ինչ է նշանակում առևտրային բարիեր, դա ծախս է արտադրողների նկատմամբ, հա, եթե օրինակի մտքովի պատկերացնենք այդ կորերը ինչ է տեղի ունենում, եթե ծախսերը մեծանում են արտադրողների, բնականաբար նա ունակ չի լինում, որպեսզի ցածր գնով ապրանք վաճառել։ Ցածր գնով չի վաճառում, բարձրացնում է գները, բնականաբար որոշակի սպառողներ դուրս են մղվում շուկայից, որտեղ նրանք ունակ չեն այդ գնով, բարձր գնով գնել այդ ապրանքը եւ տեղի ունենում երկակի էֆեկտ, հասկանում եք, տեղի ունենում եւ գնաճային ճնշումներ եւ բարձր գներ եւ ծախսերի աճ, դա նաև առաջարկի գնաճի կարող է բերել եւ բնականաբար նաև բերելու է որոշակիորեն նաև թողարկման ծավալների կրճատման։ Ինչը որ մենք տեսանք երկու այսպիսի սպասումներն էլ մենք տեսանք միանգամից ինդեքսներում, համաշխարհային ինդեքսները, երբ որ միանգամից կտրուկ անկում ապրեցին, ես պատական չնշեցի, որ S&P 500-ը ինչու նա միանգամից անկավ, ինչու օրինակ Միացյալ Նահանգների DXY ինդեքսը անկավ, այսինքն արժեզրկվեց Միացյալ Նահանգների դոլարը, երբ որ նա պետք է արժևորվեր իրականում տնտեսագիտորեն նայելով։ Հենց պատճառը դրա մեջ է, որովհետև սպասումները այստեղ աշխատեցին։ Ինչ կլինի հետո, եթե գիտեք, ես կարծում եմ, որ կողմերը ամեն դեպքում շատ լավ գիտակցում են, որ այդ առևտրային պատերազմը ցավոտ է երկու կողմի համար էլ։ Նույն օրինակ, եթե ուշադրություն դարձնենք, Չինաստանը սպառնաց, որ կբարձրացնի տարիֆը, փոխադարձը նաև Միացյալ Նահանգները սպառնաց, այդ դեպքում ես կբարձրացնեմ 37-ը 50% եւ ավելի։ Եվ կարծում եմ այստեղ Չինաստանի համար էլ կա ծաղկել, որտեղ չինական ապրանքների շուկաների զգալի մասը նաև Միացյալ Նահանգներն են, նաև կա Միացյալ Նահանգների մասով, որտեղ ես արդեն ասացի, շատ ընկերություններ ունեն արժեշղթայով կապված են չինական ընկերությունների հետ, որը որ համարվում են նրանց կամ ֆիլիալները կամ դուստր ընկերությունները եւ այլն։ Այսինքն այդ տարիֆային պատերազմը եթե շարունակվեց, դեռևս վերլուծաբանները որոշակիորեն ակնկալիքներ ունեն, որ բանակցությունների միջոցով որոշ բաներ կմեղվի։ Իհարկե, ներդրումային ընկերություններ, ինչպիսին են Goldman Sachs-ը կամ Bank of America, նրանք արդեն շտապել են որոշակիորեն ճշգրտումներ անել եւ սցենարներ պատրաստել։ Եթե օրինակ սա շարունակվի, բնականաբար դա կարող է բերել բարձր գնաճի եւ ցածր տնտեսական աճ։ Ամփոփելով զրույցը, այս ամենից բնականաբար զերծ չենք մնացել նաեւ մենք, թեկուզ փոքր տոկոսադրույքով, բայց ամեն դեպքում Հայաստանի դեպքում եւս մաքսատուրքը սահմանվել է 10%-ով։ Իհարկե մեր արտահանման ծավալները չես կարող համեմատության մեջ դնել խոշորների հետ, բայց այնուամենայնիվ մենք որոշակի արտահանման ծավալ ունենք Միացյալ Նահանգներ։ Հիմա այս որոշումը ինչպես կազդի Հայաստանի տնտեսության վրա եւ զուգահեռ դրան նաեւ այս որոշումը Հայաստանի առևտրային գործընկերների վրա ինչ ազդեցություն կունենա, որ այդ ազդեցությունից մենք ուղղակիորեն կարող ենք ազդեցություն կրել։ Առաջի հարցի հետ կապված ուղղակի ազդեցություն ես չեմ սպասում, որովհետև ուղղակի ազդեցություն նախ 10%-ը մենք հաշվի առնենք, մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ դա շուրջ 58-59 միլիոն դոլար է 24 թվականի ցուցանիշներով նայել, այսինքն եթե պատկերացեք, իսկ մեր ընդհանուր արտահանման ծավալները շուրջ 13 միլիարդ դոլար է։ Լավ, եթե նրանից ենթանենք վերարտահանումը հանենք շուրջ 6-7 միլիարդ տարբեր գնահատականներ են, ամեն դեպքում դու առնվազն ունես 4-5 միլիարդ հանոց արտահանում։
Հասկանում եք, եւ դրա մեջ 50 միլիոնը դա չնչին գումար է, այսինքն նույնիսկ եթե 10%-անոց մաքսատուրքը ֆանտաստիկ հաշվարկների արդյունքում բերենք ենթադրենք, որ իրական ծավալները 50%-ով կկրճատվեն, ասենք 58 միլիոնը դառնային թե 29 միլիոն, որևիցե բան այդքան էական մեր տնտեսության վրա չի ազդում։ Իրականում գիտեք, այսպեսի տարիֆային փոփոխություններից դու կարող ես շահեկան դիրքում լինել, եթե դու ունենայիր առավելություն ի համեմատ տարածաշրջանի կամ ԵԱՏՄ երկրներին։ Այստեղ ԵԱՏՄ երկրների մասով, եթե նայենք, միայն Ղազախստանն է, որ եթե չեմ սխալվում 27% մաքսատուրք է կիրառված, մնացած Ղրղստանի նկատմամբ դա եւս 10%-ը, մեր վրա 10%-ը, Ռուսաստանն ու Բելարուսյան արդեն սանկցիաների տակ են, դա արդեն մեկնաբանեցին։ Եթե նայում ենք տարածաշրջանում, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա 10% մաքսատուրք են, այսինքն տարածաշրջանային առումով, որ որևիցե տեսականորեն եմ ասում, շատ ապագայում կբերեն իրենց արտադրանքը Հայաստան կկնիքեն ինչպես օրինակ ԵԱՏՄ-ում եղավ, տեսեք ինչ էր կատարվում, ասենք եւ մենք ԵԱՏՄ-ում ենք ունեինք առավելություն, եւ դրա համար օրինակ շատ խոսքեր պատտվեցին Հայաստանով եւ ոչ թե Վրաստանով, ինչու օրինակ ոսկին չի պատտվում Վրաստանով, որովհետեւ գալիս է Վրաստան, պետք է արդեն մաքսազերծում անցնել, պատուկե եւ այլը։ Այս դեպքում չկա։ Այս դեպքում այդ մոտ չկա, դրա համար ոսկին շատ արագ պատտվեց վերարտանումը Ռուսաստանից դեպի Հայաստան եւ այլ երկրներ։ Այդ տեսությունով օրինակի համար հարաբերականորեն ցավոք ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք առավելություններ, բայց այստեղ կարծես թե այդ առավելությունների մասը այդքան չունենք։ Իհարկե, պետք է առանձին ապրանքատեսակներով էլ նայենք, որը որ ավելի խորը վերլուծության պահանջ ունի, բայց գլոբալ արծվի թռիչքից կարծես թե դա չկա։ Երկրորդ հարցի հետ կապված, իհարկե, եթե աշխարհը գնա ավելի թուլացված տնտեսական վիճակների, դա անուղղակի մեզ վրա ազդելու է։ Սա վատ լուրն է։ Լավ լուրը նա է, որը որ ժամանակին մենք միշտ ասել ենք վատ լուր, բայց կարծես թե լավ լուր է որոշակիորեն, որ մենք ԵԱՏՄ-ի լինելով եւ այդ վերարտանման խոսքից կարծես թե օգտվում ենք եւ այստեղ ասենք ուղակի շատ մեծ հարված կարծես թե չի լինելու, բայց պետք է մտածենք, որ ամեն դեպքում ունենք առևտուր, ենթադրենք տարածաշրջանի այլ երկրների հետ, այդ թվում նաեւ Չինաստանի հետ, ունենք աճող առևտուր եւ այստեղ հնարավոր է որոշակի խնդիրներ, թեպետ խնդիրը Հայաստան եւ Չինաստան արդեն, որտեղ այստեղ առևտրային ռեժիմը բացարձակապես նույնն է լինելու, բայց ես արդեն հիշատակեցի այն արժեշղթաները, մատակարարման արժեշղթաները, եթե դրանք փլուզվեն, եթե դրանք ծախսատար դառնան, բնականաբար արդեն դա մեծացնելու է Չինաստան, Միացյալ Նահանգներ, տարածաշրջանի այլ երկրներ, Հնդկաստան, նրանց արտադրողների ծախքերը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Վարդան Արամյանն էր, կհանդիպենք։